խնդիր դիգիններ։ Հոս վանացայն։ Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, վանացանի եթերով էպտիմադեդրի էչով, ձեզ ետ ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի վարչապետության տեխնացու Ռոբերտ Քոչարյան վայքի մեջ կատարված նախընտրական հանդիպումի ընթացքին հայտնեց, որ կարելի չէ խաղաղության համաձայնագիր կնքել առանց երաշխիքներու։ Իր խոսքը լրագրողներու ուղղելով Քոչարյան ասավ. «Մենք զերոյեն պիտի չսկսենք, այսօր խաղաղության համաձայնագիր չկա, նախաստորագրված փաստաթուղթ կա։ Մենք չենք գսեր, որ պիտի կանք այդ նախաստորագրված փաստաթուղթը չնչենք եւ աղբտապենք։ Մենք ասած ենք սխալ է, որ ստորագրված է, բայց այնուամենայնիվ, որովհետեւ ստորագրված է, մենք պետք է զայն համարժենք առնվազն 1-2 հավելվածով երաշխիքներ ստեղծելու համար։ Այս կնշանակե, որ մենք պիտի ավելցնենք, զորացնենք եւ բերենք երաշխիքային համագարկ, որովհետեւ խաղաղությունը հարադեւ, գայուն եւ երաշխավորված լա», ըսավ Քոչարյան։ Երաշխիքային համագարկի մասին խոսելով Քոչարյանը ասավ, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՄԱԳ-ի անվտանգության խորհուրդը հանդես կա հայտարարությամբ, որուն մեջ հստակորեն ներկայացնե այն հետևանքները, որոնք կրնան համաձայնագիրը խախտել։ Քոչարյանի համաձայն անհրաժեշտ է նաև երաշխավորող պետություններու ներգրավումը։ Նպատակահարմար կլա, եթե իբրև երաշխավոր հանդես կան Միացյալ Նահանգները եւ Ռուսիան, որովհետեւ այդ կօգնե շահերը հավասարակշռելու։ Քոչարյանն նաև նշեց, որ ցանկալի կլա Եվրոմիության մասնակցությունը, իսկ իդեալական դարբերակ է Միացյալ Նահանգներ, Ռուսիա, Չինաստանը։ Քոչարյան հայտնեց, որ նման համագարկի բացակայությունը պայմանավորված է անով, որ Ալիև անոր գարիկը չի տեսներ, իսկ հայկական կողմը այդ հարցը չի բարձրացներ։ Ուժեղ Հայաստան գուսակցության առաջնորդ Սամուել Ղարաբեդյան արցախցիներու հետ դեսակցության ընթացքին ասավ. «Ես վստահ եմ, որ մենք գերիներու հարցը ամենեն արագությամբ կլուծենք։ Զայն միայն մեր ուժը կրնա լուծել եւ մենք այդ հարցին լուծում պիտի տանք»։ Ղարաբեդյան հայտնեց, որ Բաքուի մեջ իր ընկերները բանդարգված են եւ ան իրավունք չունի հոն բանդարգված գերիներու հարցը կառավարության գլխավոր խնդիր չդարձնել։ Սպյուրքի հարցին անդրադառնալով Ղարաբեդյանը ասավ, որ Սպյուրքը իրեն համար ամենեն ցավոտ տեղն է։ Ես չեմ գնարսել, որ երբ մենք իշխանություն կանք, առաջին օրեն Սպյուրքը Հայաստան պիտի գա։ Մինչև մենք հարուստ առանց աղքատության պետություն չստեղծենք։ Մեր պետության գեսը կամ աղքատ է, կամ աղքատության շեմին է, հայտնեց Ղարաբեդյան։ Միասնության թևեր գուսակցության վարչապետության տեխնացու Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Տատոյան բացնամակում թիմեց այսօր Հայաստան ժամանող Միացյալ Նահանգներու պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Նամակին մեջ Տատոյան ասավ. «Հարգարժան պետքարտուղար Ռուբիո, բարի եկացեք Հայաստան։ Գուզեմ շնորհավորել ցեզ Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև տրիպի համաձայնագիրի հարաճիգա ստորագրության համար։ Ես լիով ենք աջակցիմ տրիպի համաձայնագիրին եւ աբակային իբրև Հայաստանի վարչապետ պատրաստ եմ սերտորեն համագործակցել ձեր վարչագարկին հետ անոր լիարժեք եւ արդյունավետ իրականացման համար։ Միաժամանակ ձեր ուշադրությունը գուզեմ հրավիրել շարք հարցեր, որոնք կարևոր են Հայաստանի բոլոր քաղաքացիներուն համար։ Նախագահ Թրամփը նախագահ Բայդենը դխուր, դգար եւ անխելք անվանեց։ Ես այդ բարերը կվերակրեմ վարչապետ Փաշինյանին, որ չափազանց դխուր, դգար եւ անխելք է, որբեսի այս կարևոր հարցերը ցեզի հետ արձարծե դեսակցության ընթացքին։
Իրականությունը այն է, որ Տրիպի ծրագիրի հաջողության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջան դուրս բերե իր զինյալ ուժերը Հայաստանին իշխանդարացկեն եւ ազատ արձակե աբորինի բանդարգված հայ գերիները։ Վստահ եմ, որ ցեզի հետ համադեղ աշխատանքը արիտ կուտա երկարադեպ խաղաղություն հաստատելու։ Գրած է Միասնության թևեր գուսակցության վարչապետության տեխնազու Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյան։ Բաքուի մեջ աբորինապար բանդարգված Ռուբեն Վարդանյան երեկ իր ծննդյան տարեդարձին օրը ընտանիքին հետ գդարած հերացայնային զրույցի մջամփով փոխանցած է երկար պատկամը, որոնց գլխավոր բաժինները գսեն հետևյալը. Սիրելի հայրենագիտներ, թեև ինձի համար դժվար է, գուզեմ ուղերձս հայերենով հղել, որովհետև այդ շատ կարևոր կնկատեմ։ Գուզեմ ցեզի փոխանցել 5 միտք, հույս ունենալով, որ զիս ճիշտ կհասկնաք։ Առաջինը գուզեմ հիշեցնել, որ Քաչ Նազարին ժողովուրդը թակավոր գնդրե, ինք չի դառնար թակավոր։ Երկրորդ, ես գալանավայրիս մեջ 800 օր առանցին շատ քիրքեր կգարտայի եւ կփորձեի հայերեն լեզուս բաբանել եւ կփորձեի հայ քրողներու քիրքեր գտնել։ Ցավոք սրդի կրատարանին մեջ գար միայն հայերեն երկու քիրք, մեկը Վարդգես Պետրոսյանինը, մյուսը Նիկոլ Փաշինյանինը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չէի գիտեր, որ այդքան ցանոթ քրող եք։ Եվ ձեր քիրքը գարտալով համոզվեցա, որ դուք ոչ միայն բարոյական լուրջ խնդիրներ ունիք, այլև գրթության եւ այլ խնդիրներու արժեվ կանգնած եք։ Հնարող եք նաեւ քրակող եք։ Երրորդ, մենք բոլորս պետք է հասկանանք, մեր արժեվ մեծ մարտահրավեր կա։ Այս ընդրություններու հարց չէ, այս հարց է, որ բادرազմը ավարտած չէ։ Բادرազմը կշարունակվի ոչ թե ռազմական, այլ ուրիշ սևերով։ Եվ հիմա երբ Ռուսիա եւ Եվրոպական միության մեջ կփորձեն մեզի գրվիլ դալ, ամենեն վտանգավորը այն է, որ մենք վերջավորության պիտի ինանք երրորդ ուժի տակ, եւ այդ երրորդ ուժը նստած կսպասե, թե ինչպես իրեն գախյալ պիտի ելանք բոլոր մարզերով։ Եթե մենք բամը չնենք, մենք թրկական վիլայետ պիտի դառնանք։ Չորրորդ, կքննարկվի թե 28 մայիսին կպատրաստվին ռազմական շքերթ կատարել։ Այդ անպարո երևույթ է, երբ մեր զինվորներն ու սպաները քերի են ադրբեջանական բանդի մեջ։ Գուզեմ հիշեցնել, որ բանակը կկառուցվի ոչ թե շքերթներով, դրամով, զենքով կամ գոչումներով, այլ ամենեն կարևորը բարոյական եւ հայրենասիրական ոգիով։ Եվ ես կոչ կուղեմ բոլորին, որոնք իսկապես հայրենասեր են, որովհետեւ այդ շքերթին չմասնակցին։ 5-րդ, հիշեցեք, որ ամենեն մեծ վտանգը անդարբերությունն է։ Անդարբերությունը ավելի վտանգավոր է, քան մնացյալ բոլոր տերությունները։ Սիրո հագարակ գողմը ադելությունը չէ, անդարբերությունն է։ Բարության հագարակ գողմը չարությունը չէ, անդարբերությունն է։ Հավատքի հագարակ կողմը աստվածամերժությունը չէ, անդարբերությունն է։ Եվ կյանքի հագարակ կողմը մահը չէ, անդարբերությունն է։ Եվ որբեսի մենք ունենանք մեր պետությունը, հբարտ ըլանք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզի ոչ մեկը բարդական չէ։ Մենք պետք է անդարբեր ըլանք եւ պետք է ամեն ինչ կատարենք։ Որբեսի մեր պետությունը բաբանենք, պետք է ամեն մեկս հասկանանք, որ ոչ մեկը առանցինը կրնա իրավիճակ փոխել։ Բոլորս միասին պետք է կատարենք ամեն բան, որբեսի մեր երկիրը բաբանվի եւ անկախ պետություն ունենանք։ 7 հունիսի խորհրդարանական ընտրություններու Յահկի խորհրդարանական վեաժողովի դիտորդական բادرագության ղեկավար Եվրոսիմա Բեյովիչ երեք ավարտեց Երևան Երգորիա նախընտրական այցելությունը, որոնց նպատակը հաջորդ ամիս դիտորդներու ամբողջական հաստատման նախապատրաստություններ։ Այդ աշխատանքին արդյունքները պետք է ուղեն վեաժողովին դիտորդական առաքելությունը եւ բացահայտեն քաղաքական միջավայրի հիմնական առանձնահատկությունները։ Յահկի խորհրդարանական վեաժողովի դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրություններուն կմասնակցի ավելի քան 30 երկիրները ժամանած 100 ներկայացուցիչներով։ Այցելության ընթացքին Բեյովիչ քննարկումներ ունեցավ պետական մարմիններու, ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցություններու եւ դաշինքներու, գազագերբություններու լրատվամիջոցներու ներկայացուցիչներու, ինչպես նաեւ Յահկի ժողովրդավարական հաստատություններու եւ մարդու իրավունքներու գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչներուն հետ։ 5-շաբթի 21 մայիսին Լոս Անջելես քաղաքի պատմական հարստություններու մշակումի գրասենյակը հայտարարեց, որ
Սկսած է քաղաքի հայության պատմության եւ հայության համար պատմական կարևոր գառույցներուն նվիրված դեղեկագիրը պատրաստության հայ-ամերիկյան պատմական իրավիճակի դեղեկագիր ընդհանուր խորագիրով երկու տարվան վրա երկարող ծրագիրը ամերիկահայ ժառանգության բավականության համապարփակ նախաձեռնություն մնե, որ հավանաբար առաջինն է իր դեսագին մեջ գետրոնացած հատկապես հայկական ժառանգության վրա։ Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Ադրին Նազարյան ասավ. Հայ-ամերիկյան պատմական իրավիճակի դեղեկագիրը ողջունելի ճանաչումն է այս նշանակալի թերին, զոր ամերիկահայերը ունեցած են ժամանակակից Լոս Անջելեսը գերդելու կորզին մեջ։ 100 տարվան ընթացքին հայ քաղաքականները եւ անոնց սերունդները կարևոր ներդրումներ ունեցած են Լոս Անջելեսի գրթության, արվեստին եւ գիտության, արևդուրին եւ քաղաքացիական կյանքին մեջ։ Անոնց իրակորձումներուն հետ կապված վայրերը պետք է արձանագրվին եւ նշվին, ըսավ Նազարյան։ Նման դեղեկագիրները ամփոփ թղթազրահներ են, որոնք կարձանագրեն եւ կքննադեն քաղաքին պատմական հարստությունները, անդրադառնալով այն գեդին, թե աշխարհագրությունը, պատմությունը եւ մշակույթը ժամանակի ընթացքին ինչպես աստած են համայնքի զարգացման վրա։ Հայ-ամերիկյան պատմական իրավիճակի դեղեկագիրը պիտի դառնա Լոս Անջելես քաղաքի համակարգային պատմական իրավիճակի դեղեկագիրին մեկ մասը, որ պիտի ծառայե իբրև ծրագրումի հիմնական գործիք Լոս Անջելեսի պատմական իրահատկությունները եւ շրջանները բացահայտելու, արձանագրելու եւ քննադելու համար։ Անոնց մաս մգազմեն ապրիգեի ամերիկացիներու, սպանախոս ամերիկացիներու, ասիացի ամերիկացիներու եւ այլոց պատմության նվիրված դեղեկագիրները։ Այս նպատակին համար քաղաքը կորզակցի Հարավային Կալիֆոռնիա համալսարանի USC հայագիտական բաժանմունքին հետ, որուն վարիչը դոկտոր Շուշան Ղարաբեդյան գահիտնե թե բաժանմունքը պատրաստ է իր հարուստ փորձառությունը եւ արխիվներ դրամատրել այս աշխատանքին։ Նշենք, որ դեղեկագիրի պատրաստության նախաձեռնության համար $170,000 հիմնադրամը առաջադրված է քաղաքապետական խորհրդի նախկին նախագահ Պոլ Գրիգորյանի կողմէ։ Աշխատանքի ավարտին պիտի առաջադրվին երկու կառույցներ, որոնք կրնան ավելցվել քաղաքին պատմական եւ մշակութային հուշարձաններու ցանգին վրա։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնի եթերով էպտիմադեդրի էչով CZ-դենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZ-դենք ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։